Ողջույն, Live Armenia-ի եթերում այսօր սկսում ենք նոր նախագիծ, բացահայտելու ենք փոքրերի մեծ աշխարհը, իսկ թե ինչպես, կասի Սոֆան։ Բարև ձեզ, այսօր մենք ձեզ համար կարդալու ենք Հովհաննես Թումանյանի Սուտասանը։ Լինում է, չի լինում մի թագավոր, այս թագավորը իր երկրում հայտնում է, ով այնպես սուտ ասի, որ ես ասեմ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։ Գալիս է մի հովիվ, ասում է. Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։ Կպատահի, պատասխանում է թագավորը, իմ պապն էլ մի չիբուխ ուներ, որ մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում արեգակից վառում։ Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում, գալիս է մի դերձակ, ասում է. Ներողություն թագավոր, ես վաղ պիտի գայի, ուշացա, երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։ Հա, լավ ես արել, ասում է թագավորը, բայց լավ չէր կարկատել, այս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։ Սա էլ է դուրս գալիս, ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։ Դու ինչ ես ուզում, այ մարդ, հարցնում է թագավորը։ Ինձ մի կոտ ոսկի է սպարտք, եկել եմ տանեմ։ Մի կոտ ոսկի, զարմանում է թագավորը, սուտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։ Թե որ սուտ եմ ասում, թագավորության կեսը տուր։ Չէ, ճշմարիտ ես ասում։ Ճշմարիտ եմ ասում, մի կոտ ոսկին տուր։ Սոֆա, քեզ հեքիաթը դուր եկավ։ Շատ։ Իսկ ասա ինձ, ասա շատ անկեղծ, դու սուտ խոսում ես։ Շատ անկեղծ, մեկ։ Կպատահի։ 1000-ից 1։ 1000-ից 1, դե ինչ, ես կարծում եմ, որ գիտես, սուտ ասել է իհարկե լավ բան չէ, մեր բոլոր փոքրիկները կհամաձայնվեն ինձ հետ, բայց մեկ սուտ ասել է իրավիճակ է փրկում, պատահել է այդպես։ Լավ, ուրեմն հուսով եմ մեր փոքրիկները անպայման կգրեն մեկնաբանություններում իրենց կարծիքը նախ մեր նոր նախագծի մասին, չէ՞, քեզ հետաքրքիր կլինի իմանալ, չէ՞։ Անպայման գրեք, որովհետև ես եւ Սոֆան միասին ընթերցելու ենք ձեր բոլոր մեկնաբանությունները, նաեւ պատասխանելու ենք դրանց, ճիշտ է։ Այո։ Ինչպես նաեւ գրեք, արդյոք պատահում է ձեր կյանքում, որ ստիպված եք լինում ինչ-որ փոքրիկ, այսպիսի շատ փոքրիկ ստեր հորինել։ Ստախոսները թող գրեն ֆեյքերով։ Դե ինչ, Live Armenia-ի եթերում մեր նոր նախագիծն էր փոքրերի մեծ աշխարհը, իսկ ես ու Սոֆան գտնվում ենք այս պահին Վերելք դրամատիկական թատրոնում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում։ Կսպասենք ձեր մեկնաբանություններին, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մինչ նոր հանդիպում։